Հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակը գլխավորող Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե հայերը Հայաստանում երբեք մեծամասնություն չեն կազմել։ Որովհետև փաստ է, մենք չենք կարող ասենք Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90% հայություն է։ Նախկինում երբեք 90% հայություն չի եղել։ Սա պատմական անճշտություն է, թե ազգային ինքնության վերաիմաստավորման փորձ։ Քաղաքագետների գնահատմամբ Փաշինյանի խոսքերը պատահական չեն։ Իշխանությունը հետևողականորեն գործածում է այնպիսի բառապաշար ու թեզեր, որոնք համընկնում են Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարությունների հետ։ Եթե ինքը ասում է 90%, ապա պիտի ասեմ, որ սա չի համապատասխանում իրականությանը։ Ինչու՞։ Բանն այն է, որ 1989 թվականին հունվար ամսին Խորհրդային Միությունում անցկացվել է մարդահամար, եւ այդ մարդահամարի տվյալների համաձայն Խորհրդային Հայաստանում ապրող հայությունը կազմել է բնակչության 93.3%-ը։ Սա մեկ փաստ։ Եթե ինքը նկատի է ունեցել 90% ասելով մեծամասնությունը, ապա սա նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Գիտականորեն են հակադարձում քաղաքագետները Փաշինյանին, հիշեցնում են նրան, միայն Շահ Աբբասի ժամանակ Հայաստանը 80%-ից ավելի բնակեցված է եղել հայերով։ Հետո հերթով հրապարակում Հայաստանում մարդահամարի տվյալները։ Խորհրդային տարիներին, Խորհրդային Միության գոյության ժամանակներում, ինչպես քիչ առաջ ես նշեցի, անց եկածվել թվով 7 մարդահամար։ 1989 թվականի մարդահամարին ես արդեն անդրադարձա, մյուս 6 մարդահամարների տվյալների համաձայն Խորհրդային Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը 85%-ից ավելին կազմել են ազգությամբ հայերը։ Վերլուծաբանների գնահատմամբ խնդիրը միայն ներքաղաքական բանավեճը չէ։ Նրանք զգուշացնում են, երբ նման ձևակերպումներ հնչում են երկրի ղեկավարի մակարդակով, դրանք կարող են հետագայում օգտագործվել նաև միջազգային քաղաքական եւ իրավական հարթակներում Հայաստանի դեմ փաստարկներ կառուցելու համար։ Ըստ փորձագետների, պատմական եւ ժողովրդագրական հարցերի շուրջ ցանկացած հայտարարություն այս փուլում ունի ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային նշանակություն։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։